Տերորդնի ձեզ։ Այսօր մի հետաքրքիր նյութից պիտի խոսենք։ Աղոթքը հաճախ ասում են քրիստոնյայի շնչառությունն է, առանց աղոթքի չկա քրիստոնեություն։ Չգիտեմ ինչպես եք ճանաչում, բայց այսօր մանրամասն պիտի նայենք այս թեման։ Շատ հետաքրքիր է, որ եթե Աստվածաշունչը ուսումնասիրեք, բոլոր Աստծո մարդկանց կտեսնեք աղոթելիս։ Բոլոր նրանց, ովքեր հավատում էին, թե Աստված կա, իրենք աղոթքի մարդիկ էին։ Յուրահատուկ մարդիկ էին։ Աղոթքի մանրամասները շատ բազմազան են Աստվածաշնչում, շատ առատ են։ Այսօր մի փոքրիկ բաժին պիտի իրար հետ մտածենք։ Աղոթքը որպես զոհասեղան, կամ աղոթքը այն զոհասեղանն է, որի վրա մեր անձերն ենք դնում։ Ինչպես ուզում եք անվանեք այս թեման։ Բայց իրար հետ ուսումնասիրենք։ Բացեք ինձ հետ Եբրայեցիների թուղթը։ Եթե կարդաք 5 կտակարանը, զոհասեղաններ կտեսնեք շատ բազմազան։ Առաջին զոհով արել։ Աստված արել առաջին զոհը։ Գրված չի, որ ինքը կենթանի մորթ հետ զոհ արեց, բայց գրված է, որ կաշվից հանդերձներ հագցրեց Ադամին ու Եվային։ Որտեղից է կաշվի հանդերձները։ Արդեն հասկանալի էր, որ ինքը մի կենթանի էր զոհել ու դրա մորթը օգտագործել էր, կաշին օգտագործել էր նրա համար, որ հագուստ ծարգեր Ադամի ու Եվայի համար։ Առաջին զոհից հետո, Աստծո արած զոհից հետո Ադամը սովորեց ինչպես զոհ անել։ Ինքը հաստատ արեց այդ զոհը։ Դրանից հետո ինքը սերունդ ունեցավ ու իր երկու տղաները զոհ արեցին։ Գուցե առիթ կլինի մի անգամ դրա մասին մանրամասն խոսեմ, բայց այդ զոհերի շարքը շարունակվեց մոտ 2.500 տարի։ Մարդիկ շատ անում էին զոհերը, շատ բաներ չէին հասկանում, բայց Ադամից այդ դեպքից իրենց դուրս վռնդվելուց Եդեմի պարտեզից դրանից մոտ 2.500 տարի հետո Աստված տվեց օրենքը։ Օրենքը լցված էր զոհաբերությունների առատությունով։ Եթե կարդաք Ելից գրքի 20-րդ գլխից սկսած օրենքի մասին է գրված, կտեսնեք ինչքան շատ էին զոհաբերությունները ու ինչքան բազմազան էին։ Բայց այս անգամ արդեն այդպես չէր, որ Աստված արել էր իրենք տեսել ու սովորել էին կամ սերունդներով լսելով եկել էր։ Այստեղ արդեն Աստված կարգավորված ուսուցում էր տալիս, թե ինչպես պիտի զոհաբերությունները անեն։ Չգիտեմ դուք ինչքան եք ուսումնասիրել այդ զոհաբերությունները, բայց միշտ գիտեմ, որ քրիստոնյաները հենց հասնում են օրենքին, սկսում են ձանձրանալ կարդալիս։ Ասում են, երբ պիտի շուտ վերջանա, պատմությունները ավելի հետաքրքիր են։ Ճիշտ եմ ասում։ Շատ ալնում չէ, բայց շատ հետաքրքիր բաներ կան զոհաբերությունների ու ընդհանրապես օրենքի ուսումնասիրության մեջ։ Երբ որ մարդը մի քիչ ավելի խորանում Աստվածաշնչյան ուսմունքի մեջ, սկսում է շատ սիրով կարդալ դրանք։ Ադամի դուրս վռնդվելուց 2.500 տարի հետո տրվեց օրենքը։ Այդ օրենքը գործեց 1500 տարի, մինչև եկավ Հիսուսը երկրի վրա։ Հիսուսի զոհաբերությունը, հիշում եք Հիսուսը որտեղ զոհվեց։ Խաչի վրա։ Դա նոր կտակարանային զոհաբերությունն էր, մի քիչ հետո մենք դա կուսումնասիրենք։ Դա նոր կտակարանի զոհասեղանն էր, որի վրա զոհվեց Աստծո գառը։ Երբ որ Հիսուսը եկավ ու զոհվեց խաչի վրա, ինքը կատարեց 5 կտակարանի բոլոր զոհաբերությունները այդ մի զոհի մեջ։ Իր մի մահվան մեջ ինքը կատարեց բոլոր զոհաբերությունները։ Բայց բոլոր զոհաբերությունները 5 կտակարանում նկարագրված խորհրդապատկերում են երկու բան։ Մեկը Հիսուսի զոհաբերությունը խաչի վրա, մյուսը մեր անձերի զոհաբերությունը։ Դրա համար այդ զոհերը խիստ կապված են մեր կյանքի հետ։ Կարող ենք իրար հետ ուսումնասիրել։ Բացեք ինձ այդ Եբրայեցիների 9-րդ գլուխը։ Ուզում եմ քչից սկսելով դուք տեսնեք, որ իսկապես զոհաբերությունները ինչպես են կատարվում։ 9-րդ գլխի 14-րդ խոսքում գրված է այսպիսի մի բան։ Ուրեմն 9-րդ գլուխը նկարագրում է, թե հին ուխտում ինչպես էին կատարվում արարողությունները։ Դա շատ կարճ, շատ սեղ, արագ նկարագրում է ընդհանրապես Եբրայեցիների թուղթը համեմատություն է հին կտակարանի եւ նոր կտակարանի։ Եվ եթե ուզում եք այդ տարբերությունը շատ լավ ճանաչել, ուսումնասիրեք Եբրայեցիների թուղթը։ 9-րդ գլխում ուրեմն նկարագրում է, որ կենթայիների արյունը, նրանց մոխիրը, երբ որ այդ արյունը սրսկվում էր ինչ-որ մի բանի վրա, մաքրություն էր առաջացնում։ 9-րդ գլխում գրված է, որ առանց արյան մաքրություն չի լինում։ Եթե նայեք օրենքին, բոլոր մաքրությունները կատարվում էր արյան միջոցով։ Եվ 14-րդ խոսքում գրված այսպիսի խոսք. որչափ ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգու ձեռքով, այսինքն Սուրբ Հոգու միջոցով, իր անձը անըրատ պատարակ մատուցեց Աստծուն, պիտի սրբի ձեր խղճմտանքը մեռած գործերից կենդանի Աստվածը պաշտելու։ Գրված է, որ Հիսուսը իր անձը անըրատ պատարակ զոհաբերեց Աստծուն։ Որտեղ ինքը զոհաբերեց։ Ճոր խաչի վրա։ Այսինքն դա էր նոր կտակարանային զոհաբերությունը, որը զուգահեռ էր տարվում 5 կտակարանային զոհաբերությունների հետ։ Այն ժամանակ 5 կտակարանում տրված էին զոհաբերությունների տարբեր տեսակներ։ Օրինակ կար այսպիսի զոհաբերություն, եթե մարդը մեղք էր գործում, վերցնում էր մի կենդանի, գնում էր քահանայի մոտ։ Ձեռքը դնում էր այդ կենդանու վրա, խոստովանվում էր իր մեղքերը, քահանան մորթում էր այդ կենդանուն, ու կարծես այդ մարդու փոխարեն մեռնում էր կենդանին։ Ու 1500 տարի այս արարողությունը կատարելով ժողովուրդը հասկանում էին, որ իրենք մեղավոր մարդիկ են, իրենց մեղքերի ներման համար միայն միջոց կա՝ արյան թափվելը։
Դրա համար երբ որ եկավ Հիսուսը ու դեռ ինքը գործունեությունը չսկսած, Հովհաննես Մկրտիչը մատնացույց արեց, ասեց նայեք սա է Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Հիշում եք Հովհաննես Ավետարանում գրված։ Ժողովուրդը հասկացավ ինչ է նշանակում սա է Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը, որովհետև իրենք 1500 տարի իրենց ծնողներից, քահանաներից օրենքը կարդալով լսել էին ու անընդհատ ճանաչել էին ինչ էր նշանակում մեղքի համար զոհ կատարել։ Եվ հանկարծ եկավ ու զոհվեց մի հոգի, որը ապրեց կատարյալ, որը ապրեց սուրբ ու մեռավ ամբողջ աշխարհի մեղքերի համար։ Եկեք շարունակենք։ Բայց սրանով չի վերջանում։ Հիսուսը դեռ ինքը իր անձը չմատուցած խաչի վրա հավաքեց աշակերտներ ու աշակերտներին սովորեցրեց։ Երբ որ սովորեցնում էր, աշակերտներին արտահայտություն արեց։ Գրված է Ղուկաս 9:23 խոսքում, ասեց, ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր իր խաչը վերցնի ու գա։ Հիսուսը մի բան էր ասում, որ ինքը կատարում էր հենց այդ ժամանակ չերևացող ձևով։ Հիսուսը իսկապես երկրի վրա հենց այդ ժամանակ ապրում էր իր խաչը վերցրած, բայց մարդիկ այդ խաչը չէին տեսնում։ Որովհետև դա մի խաչ չի, որ պետք է ուսի վրա տանել, դա մի խաչ է, որ պետք է սրտում տանել։ Դա այն զոհասեղանն է, որ մարդը կառուցում է իր սրտի մեջ, որ սարքում է իր սրտի մեջ։ 5 տակարանում դա երևացող զոհասեղան էր, որի վրա մարդուն վառում էին կենդանուն։ Նոր կտակարանում դա երևացող չի, դա ուրիշ ձևով է երևում։ Մի քիչ հետո մենք որ ուսումնասիրենք կտեսնենք։ Բայց Հիսուսի ասած խոսքը աշակերտները լավ էին հասկանում։ Երբ որ Հիսուսը ասեց անձը ուրանա, խաչը վերցնի, իրենք լավ հասկացան։ Գիտեք ինչու՞։ Հենց այդ ժամանակ ասեմ, որ պատմական դեպքերը պատահական չէին։ Դրանք լավ դաստիարակեցին այդ ժողովրդին Հիսուսի ասած ամեն մի խոսքը լավ հասկանալու համար։ Այդ ժամանակ հրեա ազգը գտնվում էր հռոմեական լծի տակ։ Հռոմեական կայսրությունը զորացել էր, ուժեղացել ու գրավել էր միջերկրական ծովի ափի բոլոր պետությունները, այդ թվում նաև Հրեաստանը։ Ու այդ ժամանակ հռոմեացիները ընդհանրապես բոլոր ազգերին, ոչ միայն հրեաներին, եթե մեկին մահապատժի էին ենթարկում, անպայման խաչում էին իրեն որպես անարգ տանջալից զզվելի մահ։ Պատկերացնում եք խաչի վրա ինչպիսին էր մահը։ Մարդը մեռնում էր դանդաղ 2 օր ապրելով կամ ավելի ապրելով դրանից, որովհետև մահացու ոչ մի վերքինքը չուներ։ Մահանում էր միայն արտաքին ներգործություններից, ցրտից, քամուց, սովից եւ դիրքի անշարժությունից ու անհարմարությունից։ Բժիշկները ասում են, մասնագետները ասում են, որ այդ ժամանակ տեղի ունենում որոշակի process-ներ մարդու ներսում, որը բերում է մահվան։ Ինչ որ ջուր է հավաքվում թոքերում այդ դիրքից կամ ինչ որ էլի նման բաներ։ Ես մասնագետ չեմ, չգիտեմ շատ մանրամասն։ Բայց տվյալները պատմական ասում են, որ իսկապես մարդիկ խաչի վրա մեռնում էին 2 օր ապրելով ու ավելի։ Ու եթե այդ պահին աչքաթող էր արված խաչի վրա գտնվող մարդը, նրա վրա իջնում էին գիշատիչ թռչունները ու սկսում էին բզկտել այդ մարմինը։ Գիտեք չէ, անգղներ ու այդպիսի շատ թռչուններ, արծիվներ իրենք սիրում են լեշեր ուտել, դիակներ ուտել։ Որպես անարգ ու այդպիսի կեղտոտ մահ, իրենք բոլոր ոչ հռոմեական քաղաքացիություն ունեցող մարդկանց խաչում էին։ Ու Հիսուսի աշակերտների մեծ մասը խաչվել են։ Նրանց մեջ եղան քարկոծվողներ, նետահարվող, այսպես տարբեր մահերով մահացան Հիսուսի աշակերտները, բայց մեծ մասը խաչվեցին, որովհետև հռոմեական քաղաքացիություն չունեին։ Իսկ Պողոս օրինակ, որ հռոմեական քաղաքացիություն ուներ, իրեն գողատեցին։ Հետաքրքիր էր, որ այս դեպքում Հիսուսը ասեց խաչը վերցնի ամեն մարդ ու գա։ Իրենք լավ հասկացան ինչ է ասում Հիսուսը։ Որ ցանկացած պահի կարող են ասել՝ մի րոպե կանգ առ, քեզ այստեղ պիտի խաչենք։ Հռոմեացիները երբ որ խաչում էին մարդուն, իրենք քաղաքում չէին խաչում, կարող է բռնում էին, բանտարկում էին քաղաքում։ Հետո պիտի այդ խաչը քաշտար մինչև քաղաքից դուրս։ Ամենահարմարը հենց ինքը զոհն էր։ Դնում էին շալակին, ասում էին գնացինք։ Ու երբ որ այս մարդը իր խաչը վերցրած գնում էր, ինքը չգիտեր զինվորները որ պահին կկանգնացնեն ընթացքը։ Ու կասեն՝ մի րոպե կանգ առ, այստեղ քեզ խաչում ենք։ Ու դնում են խաչը, մեխում են իրեն ու կանգնեցնում այդ խաչը։ Պատկերացրիք, դրա համար երբ որ ասեց խաչը վերցնի ու գա, սա նշանակում էր ամեն վայրկյան պատրաստ լինել մահվան։ Աշակերտները լավ հասկացան այս պահը ինչ էր նշանակում։ Կարծես թե իրենց մտքում ձևավորվել էր, բայց իրենք նաև հասկացան մի ուրիշ բան էլ, որ այդ խաչի վրա մահը իհարկե սա հասկացան հավանաբար Հիսուսի հարությունից հետո, երբ որ տեսան Հիսուսը ինքը մեռավ խաչի վրա։ Հասկացան նաև աշակերտները հետագայում, որ սա նշանակում էր նաև իրենց եսի մահը, իրենց անձի մահը։ Բայց երբեք սա չէր նշանակում փայտից խաչ կրել կամ արծաթից ոսկուց խաչ կրել կրծքի վրա։ Բոլորովին դրա մասին չէր խոսքը։ Ես այնպես չեմ ասում սա։ Խաչի խորհուրդը ինքը մեծ զորություն ունի իր մեջ, բայց եթե դա ճիշտ է կիրառվում։ Դուք շատ կտեսնեք այս աշխարհում մարդիկ, որ խաչ են կրում իրենց վրա, բայց խաչի իմաստը չեն ապրում։ Դուք որպես Աստծո մարդիկ, որպես ճանաչողներ Աստծուն, որպես Աստծո խոսքը իմացողներ, անհրաժեշտություն կա խաչը ապրելու։ Այդ զոհասեղանը թե Հիսուսինն է, թե մերն է։ Սրա հետ կապված շատ հետաքրքիր խորհուրդներ կան, բայց այսօր կանք պիտի առնեմ միայն զոհասեղանի վրա։
Որովհետև զոհասեղանը այնտեղն է, որտեղ կարելի է հանդիպել Հիսուսի հետ։ Զոհասեղանը այնտեղն է, որտեղ մեռնում է մեր եսը, որտեղից սկիզբ առնում մի նոր կյանք։ Ու շատ հետաքրքիր մտքեր կան Աստվածաշնչում, շատ հետաքրքիր պատվերներ կան Աստվածաշնչում Աստծո կողմից տրված զոհասեղանի հետ կապված։ Դրանցից մի քանիսը ընտրել եմ ուղղակի, որ մենք կարողանանք այսօր կիրառենք մեր կյանքում։ Առաջին ամենակարևոր բանը, որտեղ էր գտնվում զոհասեղանը։ Եթե մի օր առաջին ես ձեզ ցույց կտամ նկարը խորանի, ինչպիսին էր խորանը, դրա ուսումնասիրությունը հետաքրքիր կլինի։ Ուրեմն խորանը դա մի վրան էր, որտեղ գնում էին Աստծուն պաշտելու։ Այն ժամանակ էսպես չէր, որ կարող էին ցանկացած տեղ հավաքվել Աստծուն պաշտել, այդպիսի բան գոյություն չուներ։ Այն ժամանակ Աստված գտնվում էր ամբողջ երկրագնդի վրա միայն մի վայրում, այդ խորանում կամ տաճարում։ Սկզբում խորանն էր Աստծո տունը, հետո դարձավ տաճարը։ Եվ այդ ամեն ինչը հենց այնպես ուղղակի մարդկանց մտքով կառուցված չէր։ Աստված շատ մանրամասն տվել էր ինչպիսին պիտի լինի խորանը, ինչպիսին պիտի լինի տաճարը, կառուցվածքով եւ ոչ մի բառ պատահական չէր։ Նույնիսկ այն գործվածքը, որ կար, ամեն մեկը ինչ թելից պիտի լիներ, ինչպիսի փայտից պիտի սարքված լիներ, ամեն ինչ մանրամասներով տրված էր։ Մովսեսին տրվեց այդ բոլորը եւ պատվեր տվեց Աստված վերջում, ասեց զգուշ եղիր, որ լեռան վրա ոնց տեսել ես այդպես սարքես։ Պատկերացնում եք դրա կարևորության աստիճանը ինչքան էր, որ Աստված կարող էր Մովսեսին ասել զգուշ եղիր, որ ինչպես լեռան վրա տեսար, այդպեսին պիտի սարքես։ Եկեք գնանք 5 կտակարան ու մի քանի կարևոր բաներ, որ կապված են մեր կյանքի հետ, ուսումնասիրենք զոհասեղանի հետ կապված։ Բացեք ինձ հետ Ելից 40-րդ գլուխը։ Սա այն տեղներ, երբ որ Մովսեսը արդեն վերջացրել էր խորանի պատրաստելը։ Բոլոր դետալները արդեն պատրաստված էին ու 40-րդ գլխում Մովսեսը կարծես այդ բոլորը հավաքում է միտեղ ու ստանում է այն պատկերը, ինչ որ Աստված ուզում էր, որ ստանար։ Շատ մանրամասն չենք կարդա, բայց միայն մի խոսք պիտի կարդամ ու հետո կբացատրեմ դա։ Գրված է ուրեմն 40-րդ գլխի 26-րդ խոսքում. «Եվ ժողովքի վրանի մեջ վարագույրի առջև դրվի ոսկե սեղանը», մինչև 29-րդ խոսքը, «Եվ դրա վրա անշահոտ խունկ ծխվի», շարունակությունը 28-րդ խոսքում ասում է խորանի դրան վարագույրը դրվի, քիչ-քիչ ներսից դուրս է գալիս կարծես կառուցվածքով, դասավորելով։ Դրվում է նա հետո դրան վարագույրը եւ 29-րդ խոսքում ասում է խորանի, այսինքն ժողովքի վրանի դրան մոտ ողջակեզի սեղանը դրվի եւ նրա վրա ողջակեզը ու հացի ընծան մատուցեք եւ այլն։ Ուրեմն որտեղ դրվեց խորանի, այսինքն ժողովքի վրանի դրան մոտ ողջակեզը։ Հիմա բացատրեմ նայեք։ Ուրեմն դա մի վրան էր, ինքը դրվում էր այնպես, որ միշտ մուտքը վրանի նայում էր դեպի արևելք։ Արևելքը դա Աստծո գալու խորհրդապատկերն էր կարծես թե։ Որովհետև արևը ծագում էր այնտեղից, ասում են կարծես թե Աստված գալիս է արևելքից։ Եթե ուշադրություն եք դարձել, Եդեմի պարտեզի մուտքը արևելքում էր։ Հետո տաճարը, որ Սողոմոնը սարքեց, ելի մուտքը արևելքում էր։ Չգիտեմ թե ինչից է փոխվել պատմական ժամանակաշրջանի ընթացքում, հիմա բոլոր տաճարները սարքում են մուտքը դեպի արևմուտք։ Սա չգիտեմ մանրամասները, բայց Աստվածաշունչը մեզ պատվիրում է բոլորովին հակառակը, ասում է մուտքը պիտի լինի դեպի արևելք։ Ուրեմն ներս մտնելու համար փաստորեն ցանկացած քահանա, որ մտներ խորան ու ինչ որ մի ծառայություն աներ, ինքը պիտի գար արևելքից ու մտներ դռնից ներս, բայց ինքը առաջին հերթին պիտի հանդիպեր զոհասեղանին։ Գիտեք ինչու? Որովհետև կարդացինք, եւ խորանի դրան վարագույրը դրեց, եւ խորանի, այսինքն ժողովքի վրանի դրան մոտ ողջակեզի սեղանը։ Հետաքրքիր է, որ անվանված է ողջակեզի սեղան, բայց դրան մուտքի մոտ է դրված։ Դե հիմա եկեք մտածենք։ Աստծո կենթանի իրական ներկայությունը ամբողջ երկրագնդի վրա կար միայն մի վայրում, խորանում։ Ու նրա մուտքի մոտ դրված էր զոհասեղանը։ Սա ձեզ բերում է արդեն ինչ-որ մի մտքի։ Եթե դուք ուզում եք հանդիպել Աստծո հետ, կարիք կա անցնել զոհասեղանով։ Ուզում եք հանդիպել Հիսուսի հետ, ուրեմն կարիք կա զոհասեղանով անցնելու։ Դա հենց այնպես չէր։ Սա կարևոր էր նրանով, որ Հիսուսը, հիշում եք աշակերտներին ինչ ասեց։ Ասեց, ով որ ուզում է իմ ետևից գալ, իր անձը ուրանա, ամեն օր իր խաչը վերցնի, չասեց մի 10 տարի եկեք իմ հետևից, հետո ձեր խաչը կվերցնեք։ Ուշադրություն դարձրեք, չասեց մի 2 տարի արի, հետո նոր անձդ կուրանաս։ Ասեց ուզում ես գալ, արդեն անձդ ուրացի, խաչդ վերցրու ու արի իմ ետևից։ Որովհետև ոչ մի քայլ Հիսուսի ետևից հնարավոր չի անել, եթե մարդը անձը ուրացած չի ու խաչը վերցրած չի։ Որովհետև անընդհատ այդ եսը, այդ էգոն, անընդհատ պիտի կանգնի քո առաջ որպես արգելք։ Հենց դու դրան դնում ես զոհասեղանի վրա, դու հանդիպում ես Աստծո հետ։ Ուզում եք գնալ այն ճանապարհով, որ հանդիպեք Աստծո հետ, կարիք կա սկսել զոհասեղանից։ Այս մարմինը ձեզ շատ կհակառակվի, ձեր ներքին եսը, ձեր հաճույքները, չգիտեմ, ամեն տեսակ մարմնական ցանկություններ, այս աշխարհի հետ կապված սերեր շատ կխանգարեն այդ ճանապարհի վրա։ Դրա համար զոհասեղանի ուժեղ կարիքը կա։ Դրված է նա մուտքի մոտ։
Անձը դիր զոհասեղանի վրա ու քայլիր ու կմտնես ներս։ Մի ուրիշ բան էլ այդ վայրի հետ կապված, ուրեմն դրանից հետո եկավ Սողոմոն թագավորը, հիշում եք շատ տարիներ հետո Մովսեսի սարքած խորանից եկավ Սողոմոն թագավորը ու մտածեց Աստված պիտի չբնակվի վրանի մեջ։ Ինքը մտածեց, որ Աստված պիտի բնակվի անպայման լավ սարքած տան մեջ։ Ու առաջին անգամ Հրեաստանում ու ամբողջ աշխարհի վրա նա սարքեց մի շենք, որը պիտի լիներ Աստծո բնակությունը։ Երբ որ սարքեց առաջին անգամ, դա գրված է 3-րդ թագավորաց գրքում։ Գիտեք, որ Սողոմոնի ամենակարևոր ծառայությունը իր երկրի վրա, ամենակարևոր ծառայությունը դա տաճարը թողնելն էր իրենից հետո։ Երբ որ սարքեց տաճարը, ինքը մի կարևոր աղոթք արեց այդտեղ ամբողջ Իսրայել ժողովրդի համար, ու այդ տաճարը կարծես նվիրաբերեց Աստծուն։ Ասես Տեր սա լինի քո տունը։ Ու ինքը լավ հասկանում էր, որ Աստված չի կարող տեղավորվել կարծես տաճարում, որովհետև Աստված այնքան մեծ է, ինքը տիեզերքից մեծ է։ Ինքը չէր կարող մի տան մեջ բնակվել։ Դողակի մի տուն էր, որտեղ կարելի էր հանդիպել Աստծո հետ։ Մի տուն էր, որտեղ կարելի էր աղոթել։ Դրանից մոտ 2000 տարի հետո եկավ Հիսուսը ու ասեց հորս տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Հիշում եք։ Ինքը դա իր նկատի ուներ։ Թեև այդ ժամանակ արդեն տաճարը մի քանի անգամ քանդվել էր, վերանորոգվել էր, ու այն ժամանակ, որ Հիսուսը եկավ այդ տաճարը, բոլորովին ուրիշ տաճար էր արդեն, բայց դա չէր կարևոր։ Սարքված էր Աստծո հետ հանդիպման համար, ասես դա աղոթքի տուն պիտի կոչվի։ Բայց վերադառնանք Սողոմոնին։ Սողոմոնը երբ որ սարքեց տաճարը, ու ինքը նվիրաբերեց դա Աստծուն, գիտեք ինչ արեց, ուրեմն սկսեց զոհեր մատուցել Աստծուն, ու գրված է զոհերի քանակը այնքան շատ էր, թե ինքը հարուստ թագավոր էր։ Իր թագավորության սկզբից անցել էր արդեն բավականին ժամանակ, միայն 7 տարի կառուցել էր տաճարը, ու դրանից առաջ էլ արդեն թագավոր էր։ Ուրեմն սկսեց զոհեր մատուցել, ու այդ հարստության, այդ ճոխության, մի գաղտնիք ասեմ ձեզ, ամեն մարդ Աստծուն պիտի նվիրաբերի իր չափի համապատասխան։ Սա մի կողմից իմիջայլոց ասեցի։ Բայց ամենակարևորն ինչ էր, որ իր զոհաբերությունների քանակը այնքան շատ էր, որ մի զոհասեղանը չէր բավարարում, որ ինքը զոհաներ դրա վրա։ Գիտեք ինչ արեց, գավիթի մեջ տեղը մաքրեց, գրվածա սրբացրեց, ու իր բոլոր զոհերը սկսեց անել հենց գետնի վրա, հենց այդ տեղում։ Ոչ միայն զոհասեղանի վրա, այլ հենց այդտեղ։ Այդ գավիթի մեջ տեղը դա նորից գտնվում էր մուտքի առաջ, բայց այն տակշքիր է, որ մեջ տեղում։ Բացեք 3-րդ թագավորաց, եթե ունեք գրքեր, 3-րդ թագավորաց 8-րդ գլխի 64-րդ խոսքը։ Այն օրը թագավորը Տիրոջ տան առջև եղող գավիթի մեջտեղը սրբեց, քանզի իր ողջակեզները, հացի ընծաները ու խաղաղության զոհերի ճարպերը այնտեղ մատուցեց, որովհետև Տիրոջ առջև պղնձե սեղանը փոքր էր, այդ ողջակեզների, հացի ընծաների ու խաղաղության զոհերի ճարպերը ընդունելու։ Ես ուզում եմ մի ուրիշ բանի վրա կենտրոնանալ։ Զոհաբերության տեղը, չէ՞ որ մենք տեղի մասին ենք խոսում, գավիթի մեջտեղում էր։ Դու ես այդ խորանը, գիտես։ Քո մարմինն է այդ խորանը, որի մեջ այսօր Աստված է բնակվում։ Բայց զոհաբերությունը պիտի լինի քո կյանքի կենտրոնում, քո անձի կենտրոնում։ Միշտ առանց զոհաբերության հնարավոր չի հանդիպել Աստծո հետ։ Առանց զոհաբերության կյանք ապրել Աստծո հնարավոր չի ու ոչինչ հնարավոր չի ընդհանրապես։ Զոհաբերությունը գտնվում էր գավիթի կենտրոնում։ Տեսեք, Աստված բնակվում էր խորանի մեջ, հետո Աստված բնակվեց տաճարի մեջ։ Նոր Կտակարանում գոնե 2 տեղ շատ հստակ գրված է, որ Աստված էլ տաճարներում չի բնակվում։ Որտեղ է բնակվում։ Մեր մեջ, մենք ենք այդ կենտրոնը, մենք ենք այն վայրը, մեր սրտերն են այն վայրը, մեր հոգիներն են այն վայրը, որտեղ եկել Աստծո հոգին բնակվելու։ Բայց մեր կյանքի կենտրոնում, մեր հոգու, մեր սրտի կենտրոնում պետք է լինի զոհաբերությունը։ Ու զոհաբերությունը պետք է լինի ճոխ, այնքան շատ, որ քո ամբողջ ներսի աշխարհը լցված լինի այդ զոհաբերությունով։ Ու երբ որ զոհաբերությունը արվեց, գիտեք ինչ տեղի ունեցավ, գրված է, որ ամպը ծածկեց խորանը, որովհետև Աստված բնակվում է ամպի մեջ եւ այլն։ Ամպը նաև խորհրդապատկեր է Սուրբ Հոգու ներկայության, Սուրբ Հոգու իրական լինելու մեր կյանքում։ Մի ուրիշ բան էլ ասեմ, տեսեք եկեղեցին դա հենց այդ խորանն է, որտեղ այսօր բնակված է, չէ՞։ Աստված ասում է իրենց մեջ, ասում է իմ ժողովրդի մեջ պիտի բնակվեմ, հետևաբար եկեղեցու կենտրոնում պիտի լինի զոհաբերությունը, զոհասեղանը։ Դրա համար որտեղ էլ որ մենք հավաքվենք, ինչքան էլ որ ուրախանանք ու ինչով էլ որ զբաղվենք, կենտրոնում պիտի ընկած լինի աղոթքի մեջ մեր անձերի զոհաբերությունը։ Դուք համաձայն եք ինձ հետ։ Տեսեք, մենք ինչ տեսակ ծառայություններ էլ որ կազմակերպում ենք, տնային խմբեր, ինչ տեսակ ծառայություններ էլ որ լինեն, դրանք միշտ իրենց մեջ պարունակում են աղոթքը, իսկ աղոթքի մեջ զոհաբերությունը դա ամենակարևոր բանն է։ Գիտեք, դա իհարկե լինում է հավատքի սկզբնական շրջանում, ու սխալել չի, որովհետև Աստված հաշվի է առնում մարդկանց հոգևոր հասակը, բայց երբ որ դուք աճում եք հավատքի մեջ, դուք պետք է աղոթքի մեջ էլ զարգանաք ու առաջ գնաք։ Մարդիկ մեկ-մեկ որ նոր են սկսում իրենց կյանքը հավատքի, անդադ ասում են Տեր, ես բանը արա, Տեր, ես բանը արա։ Բայց մի քիչ որ հասկանում են ով Աստված, ասում են ինչ ես ուզում, որ ես անեմ քո համար։ Այս է զոհաբերությունը։ Ու կանգնում են ասում են ահա ես, ինչ ուզենաս կանեմ։ Այն որ ասում ես ահա ես,
Դու քեզ հետ ներկայացրել ես Աստծուն, այդ է զոհաբերությունն է։ Այդ է նվիրաբերությունը։ Զոհել ինչ է նշանակում։ Նվիրաբերել, չէ՞։ Մի քիչ հետո ավելի մանրամասն կասեմ դրա մասին։ Քո կյանքի, քո սրտի առանցքում արդյոք գտնվում է զոհասեղանը։ Դու միշտ մտածել ես, որ հենց ուզում ես հանդիպես Աստծո հետ, դու պիտի անցնես զոհասեղանով։ Ոչ թե կանգնեմ աղոթքի մեջ ու պահանջեմ Տեր ուրես արի դե իմ կյանքում, չէ, ճիշտ բան է, աղոթեք այդպես, բայց սկսեք սրանից Տեր, ահա իմ անձը քեզ եմ նվիրում, արի իմ մեջ։ Հալելույա, փառք Հիսուսին։ Սա կարծես թե մի նոր բաժին է բացում մեր աղոթքի կյանքի, ինչպես եք մտածում։ Երբ որ դու անձամբ մենակ տանը աղոթք կանես, կամ չգիտեմ որևէ խմբում, տնային խմբում, միտեղ երիտասարդականում աղոթք կանես, մտածիր սրա մասին, որովհետև բոլոր ծառայությունների կենտրոնում պիտի գտնվի զոհասեղանը։ Միշտ Աստծուն մոտենալու դռան մոտ պիտի գտնվի զոհասեղանը, քո կյանքում էլ, ու եկեղեցու կյանքում էլ։ Ամեն, Տեր օրհնի ձեզ, եկեք շարունակենք։ Զոհաբերությունների մեջ բազմաթիվ զոհաբերության տեսակներ կային։ Դրանք հիմնականում բաժանվում են 5 խմբի, ու զոհաբերությունները կոչվում էին տարբեր անուններով, այդ 5 տարբեր տեսակ զոհաբերությունները։ Չեմ ուզում դրանք շատ մանրամասն ասել, մանավանդ որ գիտեմ դրանք կարդալից շատերը ձանձրանում են։ Կան կառնեմ դրանցից մեկի վրա, կոչվում էր ողջակեզ։ Բացառեք Ղևտացիների գիրքը, ունեք ինքնտակարաններ։ Շատ լավ կլինի այսպիսի ժամանակ հետևեք խոսքին, որովհետև հետո երբ որ դուք ինքներդ կարդաք, շատ հետաքրքրությամբ կարդաք այդ հատվածները։ Ղևտացիների առաջի գլխի 3-րդ խոսքից։ Ղևտացիներում լրիվ նկարագրված են զոհաբերությունները։ Հետաքրքիր է, որ սկսում են ողջակեզով։ Ողջակեզ արտահայտությունը նշանակում է ամբողջովին կիզել։ Այս իմաստով այն կոչվում ողջակեզ։ Միակ զոհաբերության տեսակն էր, որ կենդանին ամբողջովին էր վառվում։ Ռուսերենում գրված է կարծեմ всесожжение, չէ՞։ Այսինքն ամբողջությամբ վառվող։ Միակ զոհատեսակն է, որ ամբողջությամբ է վառվում։ Մնացածը մեկ էլ կարդում եք, ասում է երիկամները վառի, ճարպը վառի, չգիտեմ, լյարդի թաղանթը, տարբեր զոհաբերություններ կային։ Հիմնականում այդ մասերն էին վառում։ Բայց այս զոհաբերությունը գրված է ողջակեզ։ Ինչ է կարծում, Աստված մեզանից, որ մեր անձերը ուզում են, մեր անձի մի մասն է ուզում, մեր ներսի ճարպերն է ուզում, այն չաղ մասերը մեր կյանքի, կարծում ենք բոլորն է ուզում, չէ, ամբողջովին է ուզում։ Դրա համար ասեց անձը տուրացի խաչդ վերցրու ու գնա, ու երբ որ քեզ խաչի վրա գամեն, մի մասը չեն գամելու, մենակ երիկամները չեն հանի գամեն, չէ, ամբողջովին են գամում մարդուն։ Փառք Հիսուսին։ Առաջի գլխի 3-րդ խոսքից սկսում է առաջին ողջակեզի նկարագիրը։ Մարդը գալիս է ինչ-որ բան Աստծուն նվիրելու, ընծայելու։ Ընծայել բառը նույն նվիրել բառն է, չէ՞, հայերեն չբացատրեմ։ Եթե նրա անձան արչարներից ողջակեզը, արու, անարատ եւ այլն նկարագիրը չեմ ուզում տամ։ Կարևորը այստեղ ինչն է, որ այդ ողջակեզը ընծայ է ինքը, այսա եմ ուզում որ վերցնենք։ Ինքը նվիրաբերում է Աստծուն։ Ինքը մեղքի համար չի, ինքը չգիտեմ ինչ-որ մի բանի համար չի։ Ինքը ուղղակի նվիրատվություն է Աստծուն։ Եվ այս նվիրատվությունը գրված է ողջակեզ, ամբողջովին պիտի նվիրաբերվի Աստծուն։ Մենք նվիրաբերման մասին շատ հաճախ ենք խոսում, ու իսկապես դրա կարիքը լինում է հաճախ։ Սա միակ տեղը չի, հենց նույն գլխում 3 անգամ գրված է ողջակեզի տարբեր տեսակների մասին։ Օրինակ այստեղ արչարներից, այսինքն մեծ կենդանիներից, խոշոր եղջյուրավոր կենդանիներից, երբ որ տանում են նվիրաբերելու, ամբողջովին այդ կենդանին վառվում էր։ Իհարկե դրա մանրամասները կա գրված։ 10-րդ խոսքից կարդաք, եթե ողջակեզի կենդանին ոչխար էր կամ այծ էր, նորից դա ամբողջովին վառվում էր, ելի մանրամասները նկարագրված են։ 14-րդ խոսքից գրված է, եթե ողջակեզի կենդանին ընծայվող կենդանին թռչուններից էր, ինչպես պիտի դա արվեր, դա էլ մանրամասն գրված է։ Դրա վրա չեմ կանգ առնում։ Միայն սա, որ ողջակեզը դա նվիրաբերություն էր ու ամբողջովին վառվող էր։ Սա ինչքան բան է խոսում մեր կյանքի մասին, որ երբ որ մեր կյանքերը բերում ենք աղոթքի մեջ, ասում ենք Տեր, ես քոնն եմ։ Ի նկատի չունենք մեր կյանքի մի փոքրիկ բաժինն ենք տալիս Աստծուն։ Ի նկատի ունենք, որ մեր ամբողջ կյանքն ենք տալիս Աստծուն։ Համաձայն եք ինձ հետ։ Սա առանցքային զոհաբերություն էր նաև, ոչ միայն ամբողջական նվիրում էր, սա նաև առանցքային, առաջնային զոհաբերություն էր։ Ասեմ ինչու՞մ էր սա առաջնային լինելը։ Եթե դուք ուսումնասիրեք Ղևտացիներում կամ ոչ միայն Ղևտացիներում մնացած տեղերում էլ զոհաբերությունները, որ 5 տակարանում կատարվում էին, զոհաբերությունների մի մասը ողջակեզի հետ միասին էր ընծայվում Աստծուն։ Չգիտեմ նկատել եք այդպիսի բան, եկեք ցույց տամ այդպիսի հատված։ Ղևտացիների 3-րդ գլխի 5-րդ խոսքը։ 3-րդ գլխի 5-րդ խոսքում։ Նախ նկարագրեմ 3-րդ գլխում ինչ զոհեր են նկարագրված։ 3-րդ գլխում արդեն նկարագրված է հենց առաջի խոսքը, նայենք իրար հետ։ Եթե նրա անձան խաղաղության զոհ է, սա արդեն ուրիշ տեսակ զոհ էր։ Խաղաղության զոհը կատարվում էր Աստծո հետ հաշտվելու համար։ Տեսնեք ինչ հետաքրքիր բաներ կան, ու հաստատ դրանք կապված են, չէ՞ մեր կյանքի հետ։ Եվավոր մանրամասները ուսումնասիրեք ինչքան հետաքրքիր կլինի ու կապեք մեր կյանքի հետ։
Երբ արջառներից մատուցվի, արու լինի, թե էգ լինի, տիրոջ առջև անարատ պիտի մատուցվի եւ այլն։ Մանրամասները գրված են, ես դրանք չեմ ուզում, բայց սա արդեն խաղաղության զոհ էր, ուրիշ տեսակ զոհ էր։ Ու այս զոհը հանկարծ գրված է 5-րդ խոսքում։ Եվ Ահարոնի որդիները սեղանի եղած կրակի վրայի փայտերի վրա ողջակեզի հետ պիտի այրեն սրանք։ Ուրեմն կար մի հատ ողջակեզ այդ սեղանի վրա, ու դրա հետ միասին նաև խաղաղության զոհի ինչ որ մասերն էին վառում սեղանի վրա։ Սա ձեզ ինչ որ մի բան ասում է։ Դուք ուզում եք հաճախ հաշտվել Աստծո հետ։ Գիտեք, ցանկացած գործողություն, ցանկացած բան, որ մենք կյանքում անում ենք Աստծո կամքին հակառակ, դա թշնամություն է Աստծո դեմ։ Ու հաշտվելու համար մենք դառնում ենք դեպի Աստված այդ մեղքից, այդ անհաշտությունից, շրջվում ենք դեպի Աստված, ասում ենք Տեր, ներիր մեր սխալը, հիմա նորից խնդրում ենք, որ բայց ասում է ողջակեզի հետ միասին, Աստված ընդունում է ողջակեզի հետ միասին։ Լավ, եկեք մի խոսք էլ կարդամ, 6-րդ գլխի 12-րդ խոսքը։ Այստեղ նկարագրված է արդեն ուրիշ տեսակ զոհ։ Ուրեմն երբ որ մեղքի համար էր կատարվում զոհաբերություն կամ խաղաղության համար, հաշտվելու համար, այդ խաղաղություն, այսինքն ես մի պահ թշնամացա Աստծո հետ, իմ մեղքի պատճառով հիմա նորից վերադառնում եմ հաշտության։ Ինչ էր կատարվում, ասում է, որ դա վառվում էր ողջակեզի հետ միասին։ Նաև 9-րդ գլխում կա այդպիսի հատված, 9-րդ գլխում մենք մի քիչ երկար կառնենք։ 9-րդ գլխի 22-րդ խոսքում Ահարոնը իր ձեռքերը ժողովրդի վրա վերցրեց ու օրհնեց նրանց եւ մեղքի պատարագը ու ողջակեզը եւ խաղաղության զոհերը մատուցելուց հետո իջավ։ Նորից ողջակեզը անպայման դրա հետ էր։ Հիմա եկեք նկարագրեմ սա ոնց է կատարվում աղոթքի մեջ։ Երբ որ ես գիտեմ, որ մեղք եմ գործել, ես ուղղակի չեմ կանգնում ասում Տեր ների ինձ ու հետո թողում գնում եմ, որովհետեւ Աստված ներեց ինձ։ Ես նախ գալիս եմ ասում եմ ահա ես ամբողջ կյանքս քեզ եմ նվիրում։ Մի հատ ողջակեզ ես դնում փայտերի վրա, զոհասեղանի վրա։ Ասում ես Տեր ամբողջ կյանքս քեզ եմ նվիրում։ Այն մեղքն էլ որ գործեցի, նվիրվածության պակասն էր։ Կյանքիս այդ բաժնում խոստովանվում ես մի հատ լիարժեք։ Ասում ես մեղք եմ գործել, հիմա խնդրում եմ ինձ ներիր, ու ոչ միայն ինձ ներիր, սրանից հետո այդ մեղքի փոխարեն նորից այն բաժնում, որ բաց թողեցի ու մեղք գործեցի, այդ էլ եմ քեզ նվիրում։ Պատկերացրեցիք, որովհետև սեղանի վրա դրված էր մի հատ ողջակեզ ամբողջ կյանքի նվիրումը։ Հետո դրված էր մեղքի պատարագը, այսինքն մեղքի համար զոհաբերությունը, որի պատճառով ներվում էր այդ մարդու մեղքը։ Երբ որ մարդը այդ զոհն էր կատարում, իր մեղքը ներվում էր։ Ուրեմն Աստծո կողմից մեր մեղքը վերցնող զոհը արդեն կատարված է խաչի վրա, բայց Հիսուսը ասեց խաչդ վերցրու։ Հասկանում եք ինձ։ Աստծո կողմից լիարժեք կատարված այդ զոհաբերությունը։ Կատարվածը գրված է ամբողջ աշխարհի մեղքերի համար։ Հովանու 3:16-ը շատ ուղիղ է ասում, չէ, Աստված այնքան սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց, որ ամեն ով որ, ինչու, սա պայման է դրված, ով որ հավատա իր անձը կնվիրի, ով որ հավատա իր խաչը կվերցնի, ով որ հավատա իր անձը կուրանա, այս մարդուն, ով որ հավատա, ով որ վերցնի, նրա մեղքերն ներված կլինեն ու նա էլ կորուստից կփրկվի։ Թեև Աստծո կողմից զոհը կատարված ամբողջ աշխարհի մարդկության համար, բայց նրանք, ովքեր իրենց անձը դնում են նույն զոհասեղանի վրա, այն նրանք են փրկություն ստանում։ Խաչի վրա կա Հիսուսը, խաչի վրա պիտի լինեմ նաև ես, խաչի վրա պիտի լինես դու, եւ նրանք, ովքեր կլինեն նույն խաչի վրա, այն նրանք կստանան փրկությունը։ Զոհասեղանը կար խորանի մուտքի առաջ, նրա վրա դրվում էր ողջակեզը, դրա վրա դրվում էր մեղքի պատարագը կամ մեղքի զոհը։ Մեղքի զոհի բոլորը չէին վառում, մի մասն էին վառում։ Նրա վրա դրվում էր մեղքի զոհը, ու իրար հետ էր վառվում։ Այս պայմանի դեպքում նոր ներվում էր մարդու մեղքերը։ Հետևաբար, երբ որ գալիս ես աղոթքի մեջ ու ներում ես խնդրում Աստծոց քո մեղքի համար, մի հատ լիարժեք նվիրում խնդրիր։ Ցույց տուր, խոստում տուր, մի հատ լիարժեք նվիրման։ Գիտեք ինչ է նշանակում լիարժեք նվիրում, ուզում եք բացատրեմ։ Սա ինչի, որ ուղղակի կկանգնեմ, կասեմ Տեր Աստված, ամբողջ կյանքս քեզ եմ տալի, հետո գնում եմ իմ գործերին։ Դենց չի լինում։ Եթե ես ամբողջ կյանքս իրեն եմ տալիս, ուրեմն իրեն բերում եմ իմ կյանքի բոլոր բաժինների մեջ։ Չէ՞։ Այդ դեպքում հասկանում ենք, որ իմ կյանքի բոլոր բաժինների մեջ պիտի հնազանդվեմ իրեն։ Եթե իմ կյանքի որևէ բաժնում ես սկսում եմ չհնազանդվել, այդ կլինի թաքցված, ներքին, չգիտեմ, այն պահին, որ ոչ ոք չի տեսնում մարդկանցից, իմ սրտի խորքում, այդ բաժնում, միտեղ մարդիկ սիրում են միշտ իրենց սիրած մեղքերից պահել։ Բայց երբ որ դու հասկանում ես, գիտակցում ես, որ դա մեղքը Աստծո առաջ, թշնամություն է, անհնազանդություն է Աստծուն, գալիս ես Աստծո առաջ ու աղոթք ես անում։ Տեր ամբողջ կյանքս եմ տալիս քեզ, այս բաժինն էլ եմ տալիս քեզ։ Այս դեպքում քո այդ բաժնում կատարված մեղքը ներվում, ջնջվում է, ու դրանից հետո Աստծո ներկայությունը գալիս է քո կյանքի այդ բաժնի մեջ, որովհետև զոհասեղանը դրված է խորանի մուտքի առաջ, Աստծո ներկայության մուտքի առաջ։ Երբ որ կկանգնեք Աստծո առաջ աղոթքի, ու կաղոթեք, կասեք Տեր քո ներկայությունն եմ ուզում,
Դրանից առաջ մի հատ քահանձը դեր զոհասեղանի վրա։ Վերում ես քահանձը, ասում ես Տեր, ահա ես իմ անձս ամբողջովին քեզ եմ տալիս, դրամ էլ խնդրում եմ, որ գաս իմ անձիս մեջ։ Գիտեք ինչ է նշանակում սուրբ։ Առիթի մի անգամ մանրամասն կուսումնասիրենք, նշանակում առանձնացված ամեն ինչից նվիրված Աստծուն։ Սուրբ չի եմ բանը, որի մեջ չի եկել Աստծո ներկայությունը։ Դրա համար ինչքան էլ ես առանձնացված լինեմ, ինչքան էլ ես մտածեմ, որ նվիրված եմ, մինչև Աստծո ներկայությունը չի գալիս, դա սուրբ չի կոչվում։ Բայց այդ առանձնացված նվիրված Աստծուն, դա մեր կողմն է, ու եթե իսկապես նվիրված Աստծուն, Աստծո ներկայությունը գալիս է այդ անձի մեջ։ Դերավորտնից ես եկեք շարունակեմ, նորից աղոթքի մեջ ինչպես է գործում զոհասեղանի ողջակեզի այս բաժինը։ Դուք աղոթում եք ձեր առօրյա կարիքների համար։ Խնդրում եք, ասում եք, Տեր, ես ինչ մարդը ինձ նեղություն է տալիս, լուծի իմ հարցերը, Տեր, ես ֆինանսական դժվարություն ունեմ, Տեր, ես ինչը կպել է իմ պատվին, չգիտեմ, այս ձևի աղոթքներ անում եք հեչ։ Հələ փորձեք դրանից առաջ սկսել ողջակեզով։ Գալիս եք աղոթքի մեջ, ասում եք, Տեր, ահա ես քոնն եմ, ինչ ուզում ես ինձ հետ արա։ Այսօր ես ֆինանսական կարիք ունեմ։ Ուզում ես տուր, փառք քեզ, ուզում ես մի տուր, էլի փառք քեզ, որովհետև ես քոնն եմ, նվիրվում եմ քեզ։ Եթե դուք անկեղծ եք նվիրվում, մի կարճ ժամանակից երբ Աստծո ներկայությունը ձեզ գրավում է, մոռանում եք այդ հոգսը։ Ճիշտ եմ ասում։ Ովքեր փորձել են հասկանում են ինչ եմ ասում։ Բայց դա չի նշանակում, որ Աստված ձեր համար չի հոգա։ Բայց շատ հաճախ այս աշխարհում մեր նյութական, ֆինանսական, չգիտեմ, մարդկանց հետ հարաբերությունների դժվարությունները Աստված օգտագործում է, որ մենք ավելի մեծ նվիրում ապրենք իրեն, որ մենք ավելի խորը նվիրում ապրենք, որ մեր կյանքի բոլոր բաժինները, որտեղ դեռևս պահպանված են աննազանդություն, դրանք նվիրենք Աստծուն, բերենք զոհասեղանի վրա։ Միշտ, երբ որ աղոթքը սկսեք զոհասեղանից, ասա, ահա ես եկել եմ քո առաջ, ու որովհետև ես քոնն եմ, նվիրվել եմ քեզ։ Գիտեք, երբ որ ես մեկինն եմ, ես համարձակ եմ լինում իրեն ասելու մի բան էլ ինձ դուր։ Երբ որ ես լիարժեք նվիրված եմ։ Գիտեք, աղոթքի մեջ դուք կապրեք այդ պահը, գալիս եք ասում եք, Տեր, ես դժվարություն ունեմ, այսօր ինձ մի քիչ ֆինանսական հաց չունեմ, չգիտեմ, չէ՞, սենց աղոթք ենք անում, մի քիչ էլ նեղված, մի քիչ էլ լացով։ Աստված ասում է, բայց դու իմ ուզածի համեմատ չես ապրում։ Ես գնացիր երեկ ես մեղքը գործեցիր, այսօր այսինչ մարդու հետ կռվեցիր, այսինչ օրը աննազանդություն արեցիր իմ կամքին։ Պատկերացնեք, սենց Աստված խոսում է մեր հետ աղոթքի ժամանակ։ Ճիշտ է։ Հովհաննես առաքյալը գրում, ասում է, մենք համարձակություն կունենանք իրենից խնդրելու, եթե իր կամքի համեմատ ենք խնդրում։ Եթե մեր սրտերը մեզ չհանդիմանեն, ասում եմ, Աստված ավելի մեծ է, ինքը ավելի շատ բան գիտի, քան թե մեր սրտերը։ Ավելի խիստ կարող ես հանդիմանի, ավելի խորը կարող հանդիմանի։ Համարձակությունը գալիս է դրանից, երբ որ դու մի հատ լիարժեք նվիրում ես ապրում, կարողանում ես նաև խնդրել քո կարիքների համար։ Աղոթքի ուրիշ բաժին ասեմ, ընդհանրապես լավ որ բոլոր բաժինները սկսվեն ողջակեզով, այսինքն լիարժեք նվիրման աղոթքով։ Տեսեք, դուք հաճախ աղոթում եք, Տեր, այսինչ բարեկամս դժվարության մեջ է, իմ հարազատս, չգիտեմ, հայրս, մայրս, երեխաս դժվարության մեջ է, հիվանդության, չգիտեմ, ինչ որ մի բան։ Մենք աղոթում ենք, չէ՞, այսպեսի աղոթքներ։ Ու ճիշտ էլ անում ենք, մենք պիտի խնդրենք, որովհետև նա ամենակարող է ու կարա ազդի բոլոր տեսակ գործերի մեջ։ Գալիս եմ ու խնդրում եմ, ասում եմ, Տեր, այսինչ է հիվանդ է, խնդրում եմ իրեն բուժիր։ Մեկ էլ կանգ առ, մի րոպե, ասա Տեր, ահա ես, դու ինձ ճանաչում ես, ես եկել եմ քո ներկայության մեջ, տրվում եմ քեզ, մի հատ գրավիր քո հոգով ինձ, ու նաև խնդրում եմ ազդիր իր վրա։ Տարբերությունը նկատում եք։ Եղել է որ դուք եք հիվանդ եղել ու խնդրել եք ձեր առողջանալու համար։ Ճիշտ էլ արել եք, որովհետև գրված է որ իր վերքերի մեջ, Հիսուսի վերքերի մեջ մենք բժշկություն ունենք։ Բայց երբ որ գալիս ես, ասա Տեր, ահա քոնն եմ, ահա քոնն եմ։ Այս հիվանդություն կա այս մարմնի վրա, ինչ որ կա քոնն է, Տեր։ Վարվիր այս մարմնի հետ քո կամքիդ համեմատ։ Նաև գիտեմ, որ դու բժշկել ես։ Հալելույա։ Երբ որ իսկապես նվիրաբերության, այդ զոհաբերության ողջակեզի պատճառով գալիս Աստծո ներկայությունը քո կյանքում, մենք մոռանում ես, որ հիվանդություն ունես, որովհետև ավելի թանկ մի բան ես ձեռք բերում, քան թե առողջությունն է։ Սա չի նշանակում, որ նա մեզ չի բուժի, հակառակը, հենց այդ ժամանակը, որ իսկական բուժումը կատարվում է, Տեր անունը փառավորվի։ Այսինքն ամեն աղոթքից առաջ դու կարող ես մի հատ ողջակեզ անել, մի հատ ամբողջական նվիրում ապրել, հետո նոր խնդրել, ինչի կարիք որ կա։ Աստծո խոսքը ասում է, թող ձեր հոգսերը իրեն հայտնի լինեն, գոհությունով մեկտեղ։ Կարդացել եք այդպիսի խոսք։ Գրված է ձեր հոգսերը գցեք իր վրա, որովհետև ինքը հոգս է անում ձեր համար։ Ինչպես կարող եմ իմ հոգսս տալ իրեն, եթե դա չլինի աղոթքի մեջ, եթե դա չլինի լիարժեք նվիրման մեջ։ Իր անունը փառավորվի։ Մի ուրիշ կանոն, որ կապված է նորից զոհաբերության ու զոհասեղանի հետ, իհարկե կանոնները շատ են ու շատ հետաքրքիր մեր համար։ Ես շատ քիչն եմ ընտրել։ Կարդանք Ղևտացիների նորից գրքի 6-րդ գլխում։
մի փոքրիկ հատվածում 9, 12, 13 խոսքերում նույն միտքը կրկնված է մի քանի անգամ։ 9-րդ խոսքում գրված է. Աստված ասում է Մովսեսին. «Պատվիրիր Ահարոնին, որովհետև Ահարոնը այն ժամանակվա քահանայապետն էր, ու նրա որդիներին ու ասա. ողջակեզի օրենքը այս է. ողջակեզը բոլոր գիշերը մինչև առավոտ սեղանի եղած կրակի վրա լինի։ Սեղանի կրակը նրա մեջ վառված պիտի մնա»։ Սա 9-րդ խոսքն էր։ 12-րդ խոսքն եմ կարդում. «Սեղանի վրա կրակը նրա մեջ վառված լինի, պիտի չմարի, եւ քահանան ամեն առավոտ նրա վրա փայտերը այրի ու նրա վրա ողջակեզը շարի, եւ նրա վրա խաղաղության զոհերի ճարպը պիտի այրի»։ 13-րդ խոսքը. «Կրակը սեղանի վրա միշտ վառված պիտի լինի, պիտի չմարի»։ Մի քանի անգամ կրկնվում է, որ կրակը սեղանի վրա պիտի չմարի։ Ինչու հաճախ քրիստոնյաների մեջ մեկ էլ տեսնում ես աղոթքի կրակը մարում ու վերջանում է։ Գիտեք ասեմ ինչից է։ Կրակը շատ լավ համեմատություն է, ու այս նկարագիրը։ Ասում ամեն առավոտ քահանան սեղանի վրա փայտեր դնի ու վառի դրանք։ Հենց որ փայտ չավելացնես, քո կրակն էլ կմարի։ Հենց որ մի որոշ ժամանակ չաղոթես, քո աղոթքի կրակն էլ կմարի։ Ճիշտ եմ ասում։ Սա փորձել պետք չի։ Սա ստացվում է մեկ-մեկ, հենց ինքը շատ բացասական մի բան է։ Մեկ էլ կտեսնես, որ մի երկու օր չես աղոթել, չես էլ ուզում աղոթել։ Ինչու՞, որովհետև փայտեր չես շարել, նոր ողջակեզ չես արել։ Նկատեցիք 12-րդ խոսքում գրված էր ողջակեզ, հետո նորից խաղաղության զոհ։ Այսինքն ողջակեզը դիր, հետո խաղաղության զոհը։ Լավ հերթականությունով նկարագրված է։ Այսինքն մենք էլ մեր կյանքում պիտի վառ պահենք կրակը։ Եկեք ձեզ մի բան ասեմ, նոր կտականում լավ խոսք է գրված է մեր Աստվածը մաշող կրակ է։ Մաշող կրակ է։ Այս արտահայտությունը այնքան կարևոր է մեզ համար։ Գիտեք, երբ որ գալիս է Աստծո ներկայություն, ինքը ինչ-որ բաներ մաշում է մեր կյանքից։ Կրակն էլ է տենց, չէ՞, երբ որ վառում եք, մեկ էլ տեսնում եք վերացնելով գնում է ուղակի։ Առակացում խոսքը ասում է կրակը հերիք է չի ասում։ Կարդացել եք այդպիսի խոսք։ Կրակը հերիք է չի ասում։ Այո, ինչքան լցրեցիր կվառի, ինքը չի ասում, լավ, հերիք է, հոգնեցի վառելուց։ Դες բան չկա, կրակը անընդհատ վառում է։ Գրված է մեր Աստվածը մաշող կրակ է։ Գալիս ես զոհասեղանի վրա աղոթքի մեջ, կանգնում ես Աստծո առաջ, ասում ես ահա ես ամբողջովին կյանքս քեզ եմ տալիս, ամբողջովին անձս քեզ եմ տալիս, ու կանգնում ես այս դիրքում, գրված է կրակը չմարի, ամբողջ գիշեր մնա զոհասեղանի վրա, կարդացինք, չէ՞։ Մի գիշեր հələ պահիր քեզ զոհասեղանի վրա, այդ մաշող կրակը գալիս ու սկսում է քո այն ավելորդ մասերը մաշել, ոչնչացնել, ու սրբացումը կատարվում է այդ ժամանակ։ Երբ որ Աստծո կրակը, Աստծո ներկայությունը գալիս է քո կյանքում, Սուրբ Հոգու խորհրդապատկերներից մեկը կրակն է, չէ՞, Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա կրակով։ Բերում ես քո անձը զոհասեղանի վրա, կրակի մեջ ես մտցնում, ու ինչքան կարող ես երկար պահիր դրա մեջ, որտեղ որքան երկար մնաց, այնքան ավելի մաքուր է դառնալու քո անձը։ Ինչքան երկար մնաց, այնքան Աստծո ներկայությունը ավելի գրավելու է քեզ, ավելի ջերմացնելու է քեզ։ Գիտեք ինչու հաճախ քրիստոնյաների հարաբերությունները սառում են, որովհետև ողջակեզը չկա, զոհասեղանի կրակը չկա։ Գիտեք ինչու մարդկանց հարաբերությունները Աստծո հետ են սառում, որովհետև նվիրաբերությունը չկա, զոհասեղանը չկա։ Վառեք զոհասեղանը։ 13-րդ խոսքը կարդամ. կրակը սեղանի վրա միշտ վառված լինի, ու պիտի չմարի։ Սա Աստծո օրենքն էր, կրակը զոհասեղանի վրա միշտ պիտի վառված լինի, ու պիտի չմարի։ Քո զոհասեղանը աղոթքն է։ Մտնում ես աղոթքի մեջ, նոր կտականում սրա ուրիշ ձևն է գրված։ Գրված է միշտ աղոթքի մեջ եղեք։ Կարդացել եք Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխում ու էլի որոշ տեղերում։ Գրված է անդադար աղոթքի մեջ եղեք։ Անդադար միշտ աղոթքի մեջ լինել։ Երբ որ դու երկար ես մնում, օրինակ մի գիշեր, չգիտեմ շատ բան եմ ասում, գուցե բոլորը չեն որ կարող են այդպեսի։ Սկսիր քչից 10 րոպե աղոթում, կես ժամ ես աղոթում, դա Աստված գիտի ու դու գիտես, քո չափն է դա, բայց սկսիր դա մեծացնել քո կյանքում։ Անձդ ավելի շատ պահիր զոհասեղանի վրա։ Ու որքան շատ պայս այնքան կլցվես կրակով։ Գիտեք ամենահետաքրքիր ու ամենահաճելին, ամենալավը որն է, որ երբ որ զոհասեղանի վրայից դուրս ես գալիս, մենք ընդհանրապես զոհասեղանի վրայից չենք վեր գնում։ Մեր անձը միշտ պիտի լինի զոհասեղանի վրա։ Դա սիմվոլիկ եմ ասում։ Մտել էի աղոթքի մեջ, այդտեղից դուրս եմ գալիս ու գնում եմ իմ առօրյա գործերին, աշխատանքի, մարդկանց հետ հարաբերության, չէ, այդ կրակը տանում եմ ինձ հետ։ Քանից եք ապրել այդպես։ Մի հատ յուրահատուկ ուրախություն ես ապրում աղոթքի մեջ, հետո երբ որ շարունակում ես գնալ քո գործերին, այդ ուրախությունը շարունակվում է քո կյանքում։ Ձեզ մի գաղտնիք էլ ասեմ, երբ որ գնաք կյանքում ու շփվեք ուրիշ մարդկանց հետ ու կպնեք իրանց, կտեսնեք իրանք էլ կբռնկվեն կրակով, կվառվեն։ Երբ որ կտեսնեք սառած քրիստոնյաներ, շատ մի հանդիմանեք, չգիտեմ, բրդեք, գնացեք մտեք կրակի մեջ, հետո եկեք իրանց գրկեք։ Թող իրանք էլ վառվեն այդ կրակով։ Սա իրական բան է, չէ՞։ Իրական վառվող բան է, կատարվող բան է, կրակը փոխանցվող մի բան է։
Բայց ամենակարևոր բաներից մեկը տեսեք Աստծո պատվերն ասում է երկար մնացեք կրակի մեջ, հարատև եղեք կրակի մեջ, որ դեպքում դուք կլինեք բռնկված, վառված քրիստոնյաներ, որտեղ նստեք դուք կվառեք այդտեղ այդ շրջապատը։ Դուք չեք կարող այդ պահին տանել մեղքը, աշխարհային խոսակցությունները։ Ձեր ներսում հենց այդ խոսակցությունից կտեսնեք ոնց է մարում կրակը։ Չգիտեմ նկատել եք այդպիսի բան։ Աստծո քաղցրության զգացումը ոնց է սկսում ձեր ներսում մարել, երբ որ դուք ընկնում եք դատարկ խոսակցությունների հետևից։ Դրա համար այդպիսի բան չեք անել։ Որտեղ նստեք Աստծուց կխոսեք, կվառեք կրակը։ Այնքան լավ է միշտ իմ շատ հին ծանոթ եղբայրներից մեկը այսպիսի արտահայտություն էր անում։ Ասում էր եկեք մեր տուն, Աստծուց կխոսենք, մանավանդ կաղոթենք։ Հասկանում ես այս մարդը ինչ է ապրել աղոթքի մեջ, դրա համար է այդպես խոսում։ Իր անունը փառավորվի, Աստված օրհնյալ լինի։ Մի գաղտնիք կա սրա մեջ, գրված է, որ շատ հաճախ հինգտակարանային զոհասեղանների վրա կրակը վառվելիս այդ կրակը մարդիկ չէին լուցկիով կպցնում, ինչպես հիմա են կպցնում։ Այդ կրակը դուրս էր գալիս Աստծո առաջից ու վառում էր։ Կարդացել եք այդպիսի խոսքեր։ Նորից բացեք Ղևտացիների 9-րդ գլուխը, 22-ից կարդամ մինչև 24-ը։ Հետևում եք խոսքին։ Ահարոնը իր ձեռքերը ժողովրդի վրա երկարացրեց, օրհնեց նրանց, մեղքի պատարագը ու ողջակեզը եւ խաղաղության զոհերը մատուցելուց հետո իջավ։ Հետաքրքիր է, որ այստեղ ինքը չի վառում, ինքը ուղղակի դնում է զոհասեղանի վրա ու հեռանում է զոհասեղանից։ Եվ Մովսեսը ու Ահարոնը ժողովրդի խորանը մտան, Աստծո ներկայության վայրը մտան, ու ելնելով ժողովրդին օրհնեցին, եւ Տիրոջ փառքը բոլոր ժողովրդին երևաց։ Եվ Տիրոջ արչևից կրակ ելավ, սեղանի վրա եղած ողջակեզը եւ ճարպը այրեց։ Բոլոր ժողովրդը տեսնելով աղաղակեցին ու երեսների վրա ընկան։ Պատկերացրեք ինչ տեղի ունեցավ։ Գրված է, որ ողջակեզը մեղքի պատարագը, խաղաղության զոհերը դրեց, հետո մտավ խորան, դուրս եկավ ժողովրդին օրհնեց, մեկ էլ գրված է Տիրոջ առջևից, հավանաբար խորանից, դուրս եկավ կրակը ու կպավ ողջակեզին ու վառեց։ Զոհասեղանին կպավ ու վառեց։ Սա միակ դեպքը չի, Աստվածաշնչում այդպիսի դեպքեր շատ կկարդաք, պատմական գրքերում, երկնքից ինչպես Եղիան կրակ իջացրեց զոհասեղանի վրա, հիշում եք։ Բոլորը իրական են ու կատարվող են։ Մեր կյանքում դրա գեր իրականը կա։ Մենք իսկապես Աստծո ներկայության կրակն ենք ապրում ամեն աղոթքի մեջ։ Եթե իսկապես բերում ենք մեր անձերը ողջակեզ անում սեղանի վրա, թող իր անունը փառավորվի։ Հետաքրքիր է, որ այդ կրակի մեջ երկար մնալը, ուզում եմ ասեմ, թե ինչեր կարող վառի մեր կյանքում։ Որովհետև նոր կտակարանային զոհասեղանը ինչն էր, հիշում եք, խաչը, որի վրա դնում ենք մեր անձերը։ Այդ խաչի վրա կա Աստծո ներկայության կրակ։ Եկեք հիմա վերադառնանք նոր կտակարան Գաղատացիների 5:24։ Գրված է, որ նրանք, որ Քրիստոսիններն են, իրենց մարմինները խաչը հանեցին, կիրքերով, ցանկություններով մեկտեղ։ Նրանք, որ Քրիստոսիններն են, իրենց մարմինները խաչը հանեցին, կիրքերով, ցանկություններով մեկտեղ։ Երբ որ դու բերում ես քո անձը զոհասեղանի վրա, այն բոլոր ներքին կիրքերը, աշխարհային ցանկությունները, որոնք խանգարում են քեզ Աստծուն մոտենալու, Աստծո ներկայությունը սկսում է դրանք վառել, մաշել, ոչնչացնել, որպեսզի դու կարողանաս մոտենալ։ Բայց քո կողմն է բերել քո անձը ու պահել կրակի վրա։ Գիտեք, եթե դուք վերցնեք մի փայտի կտոր, արագ մտցնեք կրակի վրա, հետո դուրս հանեք, փայտը նույնիսկ չի էլ կպնի այդ կրակից։ Նկատել եք, կարիք ալնում պահել կրակի վրա, շուռումուռ տալ, մի հատ լավ վառել այդ փայտը։ Խորհրդանողները լավ կիմանան այդ գործը ոնց անում։ Պահում եք կրակի վրա, շուռումուռ եք տալիս, ինքը լավ կպնում է այդ փայտը։ Հետո դուրս եք անում, ինքը շարունակում է վառվել։ Ահա թե ինչու կարիք կա հարատևել աղոթքի մեջ, երկար մնալ Աստծո ներկայության կրակի մեջ, որպեսզի այն ամեն ինչը որ կլինի վառվի։ Մի ուրիշ բան Գաղատացիների 6-րդ գլխում 14-րդ խոսքում Պողոս առաքյալն ասում է, այսպիսի պարծենամ Քրիստոսի խաչով, որով իմ անձը աշխարհի համար է խաչված, աշխարհն էլ իմ համար է խաչված։ Կրկնակի մահը ցույց տալիս Պողոս առաքյալը։ Մենք ինչքան հաճախ այս աշխարհային ցանկություններ ենք ունենում, չէ՞։ Մեկ էլ տեսնում ես մեկի աչքերը գնաց ինչ-որ մի բանի հետևից։ Ասում ես, այս բանը ուզում եմ։ Հետո ինչ որ ուզում ես։ Գրված է, որ խաչով կարող ես պարծենալ, որովհետև քո անձը բերում ես խաչի վրա, Աստծո ներկայության մեջ զոհասեղանի վրա, ու Աստծո ներկայության կրակը վառում է այդ բոլոր ցանկությունները։ Ու քեզ համար աշխարհը դառնում է խաչված, ոչնչացված։ Գիտեք, մարդիկ մեկ-մեկ նեղվում են նրանից, որ իրենք ունենում են աշխարհային ցանկություններ ու դրա հետ համաձայն չեն ու դրանք չեն անցնում իրենց կյանքում։ Շատ հասկանում եմ այդ բանը, ես էլ մարդ եմ, բայց միջոցն էլ լավ գիտեմ, քո անձդ երկար պահիր կրակի մեջ, ու կտեսնես ոնց կանցնի։ Ջանք արա ոչ թե որ դա կտրվի քեզանից, դու ինքդ չես կարող երբեք կտրել դա քեզանից։ Դու ջանք արա որ անձդ պահես Աստծո ներկայության մեջ զոհասեղանի վրա։
Պահիր ու կտեսնես ինչպես ինքը Աստված կփոկի դա քեզանից։ Պատահական չէր, որ Հիսուսն ասեց առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Իսկ իր հետ ամեն բան կարող ենք անել։ Ամեն իր անունը փառավորվի։ Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված իր նամակում հենց սկզբից գրում ասում է խաչի քարոզչությունը անհավատների համար հիմարությունը, մեզ քրիստոնյաներից համար Աստծո զորությունն է։ Գիտեք ինչու՞։ Որովհետև դրա վրա մեռնում է այն, ինչը որ ձգտում է այս աշխարհին, ինչը որ մեր պարտությունն է, խաչի վրա մեռնում է։ Որովհետև խաչի վրա մեռնում է այն, ինչին որ կարա այս աշխարհը կպնի։ Դրանից հետո մնում է այն, ինչին որ այս աշխարհը չի կարա կպնի, միայն Աստված կարա կպնի։ Հիսուսն ասաց, այս աշխարհը ձեզ ինչ կարող անի, ամենաշատը կարա սպանի, չէ՞, դրանից հետո ոչինչ չի կարող անել։ Ասաց մի վախեցեք ուրեմն այս աշխարհից, մի վախեցեք մարդկանցից, վախեցեք նրանից, որ կարա մարմինը սպանելու հետ միասին նաև դժող գցի հոգին։ Իսկն միակ այդ իշխանությունը ունի Աստված, նրանից վախեցեք։ Եվ բոլորը մի վախեցեք այս աշխարհից, որովհետև մենք արդեն խաչված ենք։ Այո, այս դեպքում էլ ինչ ունես վախենալու։ Ինչ պիտի անեն քեզ ավելի շատ, ավելի վատ, ինչ կարան անեն։ Արդեն խաչված են քեզ համար այս աշխարհի ցանկությունները։ Քեզանից կարող են մի հատ մեքենա գողանալ։ Դու արդեն խաչել ես դա, արդեն քեզ համար չկա դա։ Այս մարմինը կարող են քեզանից գողանալ, սպանել, արդեն դա խաչի վրա է, այդպես է թե չէ։ Վախենում են նրանք, ովքեր խաչի վրա չեն դրել այդ մարմինը։ Ինչ որ նյութական բան կորցնելուց վախենում են նրանք, ովքեր դա չեն դրել զոհասեղանի վրա։ Մի խոսք էլ 2 Կորինթացիների թուղթը բացառեք ինձ հետ, շատ հետաքրքիր խոսք է ասում Պողոս առաքյալը, արդեն չի էլ խոսում խաչի մասին։ 2 Կորինթացիների 4:10 եւ 11 խոսքերը պիտի կարդամ։ Ամեն ժամանակ Հիսուսի մահը մեր մարմինների մեջ ենք կրում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմինների մեջ հայտնվի։ Սա այնպես չի, որ գիտես մի 10 տարի կգաս, շատ բան կհասկանաս, հետո նոր անձդ կդնես, այսպես չի։ Հիսուսն ասաց ուզում ես իմ ետևից գալ, անձդ ուրացիր խաչդ վերցրու։ Ամեն ժամանակ Հիսուսի մահը մեր մարմինների մեջ ենք կրում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմինների մեջ հայտնվի։ Որովհետև մենք, որ կենդանի ենք, Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմինների մեջ հայտնի լինի։ Մի գաղտնիք էլ կա, ըստ կարդացածս խոսքերի մեջ։ Եթե չկա զոհասեղանը, եթե չկա մահը, երբեք չի լինելու կյանքը։ Մի անգամ էլ կարդանք 10-րդ խոսքը, ամեն ժամանակ Հիսուսի մահը, իսկ ո՞րն էր Հիսուսի մահը։ Խաչի վրա մեռնելը, չէ՞։ Զոհ լինելը Աստծո համար։ Ճիշտ եմ ասում։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 12-րդ գլխի առաջին խոսքում, հենց սկզբից, գրված ասում է եղբայրներ աղաչում եմ, ձեր անձերը կենդանի զոհ մատուցեք Աստծուն։ Ձեր մարմինները կենդանի զոհ մատուցեք Աստծուն։ Ասում եմ ամեն ժամանակ Հիսուսի մահը մեր մարմինների մեջ ենք կրում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմինների մեջ հայտնվի։ Որքան մենք այս մարմինը, այս անձը կբերենք Աստծո ներկայության մեջ, այդքան էլ Աստծո կյանքը կհայտնվի։ Որքան կզոհաբերենք, այդքան էլ Աստծո կյանքը կհայտնվի։ Էլի ասեմ, կյանքին ինչքան շատ բաժիններ մենք կդնենք զոհասեղանի վրա, այդքան էլ շատ Աստծո կյանքը կգա մեր մեջ։ Ուզում եք որ Աստծո կյանքը գա ձեր մեջ, այսա է միջոցը։ Եկեք վերադառնանք Ղևտացիների թուղթը 9-րդ գլուխը 6-րդ խոսքում, երբ որ նկարագրվում է ողջակեզների ու զոհերի ինչ որ մի քանակ, 6-րդ խոսքում այսպիսի բան է գրված. Մովսեսը ասաց. այս է Տիրոջ պատվիրած բանը, սարեք ու Տիրոջ փառքը ձեզ պիտի երևա։ Ովքեր են ուզում տեսնել Տիրոջ փառքը։ Ասաց սա է Տիրոջ պատվիրած բանը, սարեք ու Տիրոջ փառքը ձեզ պիտի երևա։ Ու ի՞նչն էր այդ պատվիրած բանը։ Չէ՞ որ զոհասեղանը։ Այս ամեն ինչը որ խոսեցի, դու հաստատ նկատեցիր, որ սրանցից ինչ որ բաներ պակաս են քո կյանքում։ Որ գուցե ամեն օր չի քո աղոթքը։ Գուցե աղոթքի մեջ հարատև չես, կամ աղոթքիդ կառուցվածքը այնպեսին չի համապատասխանում այս խոսքին։ Ճիշտ եմ ասում։ Ինչ որ բաներ մենք ուղղելու կարիք միշտ ունենք Աստվածաշնչին համապատասխան։ Ես ինձ ճանաչելով կարող եմ ասել, որ եթե 1000 տարեկան էլ դառնամ, 1000 տարի էլ իմ կյանքը ուղղեմ Աստվածաշնչին համապատասխան, էլի ուղղելու բան կունենամ։ Որովհետև այս գիրքը անսահման Աստծո անսահման իմաստությունով է գրված։ Դրա համար այսօր էլ, եթե այս փոքրիկ ուսուցումից, այս փոքրիկ բանից դու տեսար մի բան, որ ունես քո կյանքում ուղղելու, դու հնարավորություն ունես մինչև հիմա կատարած սխալի համար ներողություն խնդրելու, իհարկե նախ ողջակեզով, ներողություն խնդրելու քո ապագայի համար, որ սրանից հետո քո կյանքում դա փոխված լինի։ Դու կարող ես այսօր որոշում կայացնել, մի նոր ձևով նվիրում ապրել Աստծուն, ասել սրանից հետո իմ աղոթքները պիտի լինի կատարյալ նվիրման մեջ, բայց այդ բոլոր բաները մենք հիմա կանենք աղոթքի մեջ։ Շատ լավ կլինի, որ ինչքան ժամանակ, քանի րոպե էլ որ այստեղ կաղոթենք,
Սրտանց, իսկապես նվիրված։ Անձներս բերենք զոհասեղանի վրա ողջակեզ անելու Աստծո առաջ։ Եկեք ոտքի կանգնենք։